Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Անտիֆեկի հետ մենք շարունակում ենք Ղազարյան versus Ղազարյան նախագիծը։ Մեկ շաբաթ էր Պետրոս Ղազարյանը անհետացել էր հանրային հեռուստաընկերությունից, հավանաբար գնացել էր իր սիրած զբաղմունքով զբաղվելու ֆուտբոլ նայելու։ Իսկ ես նորից հայտնվել էի, ինչպես ասում են, էշին կորցրած գյուղացու կարգավիճակում։ Եվ մենք պեղել ենք եւ քթել ենք Պետրոս Ղազարյանի արխիվային հարցազրույցներից մեկը ոչ վաղ անցյալի Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Բաժանորդագրվեք Անտիֆեկի YouTube-յան ալիքին, հավանեք տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, donation alerts, Patreon, Super Chat եւ բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեկին այս եւ մյուս նախագծերը կյանքի կոչելու համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Օրեր առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց երկար սպասված որոշումը ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասին։ Այժմ կզրուցենք Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Բարեկո Տիկին Գալյան, շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք Սահմանադրական դատարանի որոշումը։ Պետրոս, մի հատ հարց էլի, դու ասենք որոշել ես ապօրինի գույքի հետ կապված օրենքը քննարկես ապօրինի նախարարի հետ, բա մի հարցրասատիկին նախարար, բայց ո՞նց եղավ որ դուք դարձաք նախարար, բայց չէ որ դուք նախարար դառնալուց առաջ գլխավոր դատախազի տեղակալ եք, էդի ապա քաղաքական պաշտոն, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում գնացել եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ, նստել եք այդ կուսակցության վարչության առջև, հաշվետվություն եք տալի, որ իրանք երաշխավոր են, որպեսզի դուք դառնաք նախարար, մի գործընթաց, որը մեր սահմանադրությունը չի նախատեսում, բա իրավաբան եք, սահմանադրությունից տեղյակ եք, գիտեք, որ նախարարին նշանակում են վարչապետի առաջարկությամբ նախագահի կողմից, որոնց կուսակցության վարչության որոշում չկա։ Գիտեք, որ դատախազի տեղակալը ապա քաղաքական է եւ չի կարող մասնակցի քաղաքական կուսակցությունների նիստերին։ Բա գնացել եք նստել եք այդ կուսակցության նիստերին, հերիքի մոտ քար գցեցիք եմ Գյոզալ Արփի Դավոյանի ու իր Արդարադատության բարեփոխումների 3-ամյա ռազմավարական ծրագրի վրա։ Բայց այդ ապօրինի գործընթացով նախարարը հիմա զբաղվում է ապօրինի գույքի հետ կապված հարցերով։ Հա, տիկին նախարար, դες կարա լինի։ Կարա ապօրինի լինի այդ ամեն ինչը։ Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը իհարկե գնահատականներ տալ տեսանկյունից կաշկանդված եմ ինչ-որ առումով, բայց Այդ իմ փորձից ձեզ ասեմ, չգիտեմ ինչ եք պատրաստում ասեք, կգովեք։ Հանկարծ չհամարձակվեք մեր Սահմանադրական դատարանի մասին մի հատ քննադատական խոսք ասեք, տեղում գալու են քրեական գործը հարուցեն, տանեն նստացնեն դատարան մեղադրելի կա։ Մեր Սահմանադրական դատարանի մենակ պիտի գովենք։ Պիտի ասեք, կեցը մեր դատարանը աշխարհի ամենաարդար դատարանը։ Ես չգիտեմ ինչ եք ասելու, բայց իմ փորձից ասեմ, մենակ գովեք։ Ինչքան լավ բան գիտեք ասեք։ Հանկարծ մի հատ քննադատական խոսք չլսեմ մեր Սահմանադրական դատարան։ Գոնե իմ ներկայությամբ բացառում եմ դա։ Պայմանավորեցինք։ Դավայ։ օբյեկտիվ է եւ արդարացի եւ նաեւ համաչափ։ Մի քիչ էլ օգտագործեմ այն տերմինաբանությունը, որը հենց Սահմանադրական դատարանն է օգտագործել իր որոշումը կայացնելիս։ Իսկ Տիկին Գալյան, այդ որոշման մեջ այդ ապօրինի գույքի խոնդը տենց ձևակերպումներ բան չկա, որ ծնողները կարող է խժռեն իրանց զավակներին, բայց այս բանը չկա, չէ՞, այդ որոշման մեջ ուրիշ ձևակերպումներ է։ Թե աշկներով նայել եք, չէ՞, խոտես բան ինձ թվում է չի լի, մենակ մի տեղ կա դա։ Հա, շատ լավ։ Ես լսում եի ուշադիր Դավիթ Հարությունյանի ասուլիսը, նա դրական կողմերի մեջ Սահմանադրական դատարանի որոշման ասում է, որ Սահմանադրական դատարանը որոշել է, որ սրանից հետո եթե մարդուն մեղադրում են ապօրինի գույք ունենալու մեջ, ապա քրեական գործի շրջանակներում, ապա այդ գույքը պետք է կապ ունենա այդ մեղադրանքի հետ, այսինքն չի կարող ինքը մի մեղադրանքով գնալ, ուրիշ գույք քննվել։ Եվ երկրորդ, եթե պետական չինովնիկի մասին է խոսքը, ապա պետք է այն գույքը քննվի, որը նա ձեռք է բերել պետական չինովնիկ դառնալուց սկսած, այլ ոչ թե դրանից առաջ։ Եվ ասում է, որ դատախազությունը, պետությունը պետքա բոլոր այն մեղադրանքները, որոնք հիմնված են այս տրամաբանությունից դուրս,
դատախազությունը չեղարկի եւ գործը կարճի։ Համաձայն եք թե ոչ։ Տիկին Գալյան, ես էլ իմ կողմից ասեմ, էլի, ասենք Պետրոսին էլ է դա հուզում, ինձ էլ, բոլոր ղազեաներին դա փաստացի հուզում։ Ասենք օրինակ Ալեն Սիմոնյանի այդ մայրիկը, որ թոշակառու լինելով տարի ես իմ 30 քանի միլիոն փողմուծե, մնացածին է վարկա վերցրե, ջրվեժում մի հատ առանձնատուն առե, այդ առանձնատանը ինքը չի ապրում, ապրում է, ասում են մամուլը տենց գրում է, որ ապրում է Ալեն Սիմոնյանը։ Հիմա Պետրոսին էդ է հետաքրում էլ, ասենք հիմա էդի ապօրինի գույքա թե չէ, էդի կարանք մենք հետ վերցնենք թե չէ, կամ դե մետ աներձակ հրաչ կա, որ ազգային ժողովի падգամավորը մինչև այդ պերաշկի փող չուներ մինչև 18 թիվը, հիմա արդեն Ձորախբյուրում ինչ որ ամառանոց, այնքան էլացունի, որ գողերն է կեսը վերից տարել հələ չի պրծե։ Մետ ասենք էդի իմանանք էլի, մեծ էդի հետաքրում է, կամ մյուս ԿՊ-ականները նախարար կլի, падգամավոր կլի, այդ օրենքը դրանց վրա տարածվում է թե չէ, դրանց այդ գույքը ապօրինի է թե չէ, ձեռք բերվելու է թե չէ, զբաղվելու եք թե այդ է չէ Պետրոս ջան, քեզ հետ ազնվացել ես էլի, ազնվագույն մարդ, շատ է իրան ուրիշ բանի համայլ է հետաքրում։ Իրականի նախարարը իրանք էլ են գույք առել այդ ընթացքում տնել մնել բան, իրան էդ էլ է հետաքրում, էդի մատ իրանը եթերից դուրս էլ կբացատրեք։ Ես սկսեմ նրանից, թե իրականում ինչի մասին է Սահմանադրական դատարանի որոշումը։ Սահմանադրական դատարանը մեկնաբանել է օրենքի նպատակները եւ օրենքի կարգավորումները, ըստ էության գնահատել է այդ նպատակների շրջանակներում։ Ասել է հետեւյալը, որ նպատակը իրավաչափ մեկը հանցագործությունների կանխարգելումն է եւ դրանց դեմ պայքարը եւ մյուսը կոռուպցիայի դեմ պայքարը, այո։ Եվ ըստ էության հիմքերը տարանջատել է վարույթ նախաձեռնելու տեսանկյունից միայն, ինչու եմ սա շեշտադրում, որովհետեւ թյուր կարծիք կարող է լինել, որ երբ ուսումնասիրություն նախաձեռնվի պաշտոնատար անձի հետ կապված օրենքով նախատեսված առաջինից 4 հիմքերով, որոնք կապվում են հանցավոր արարքի հետ, կարիք պետք է լինի հիմնավորելու հանցագործության հետ կապը ապօրինի ծագում ունեցող գույքի։ Իրականությունն այն է, որ այս երկու նպատակները թեպետ եւ Սահմանադրական դատարանը նշում է, որ կարող են փոխկապակցված լինել, բայց դրանք միմյանցից անջատ են եւ դրանցից յուրաքանչյուրը ծանրակշիռ է եւ կարող է առանձին մեկնաբանվել։ Զար Պետրոս, քաշվակ դուք, դու ավելի լավ է տանես ինչ կա, չկա միանգամից հետ հանձնես պետությանը։ Էլ մի էլ սպասի։ Քաշվակ դուք ախպեր, փրկություն չկա։ Ես իր ասելուց տենց հասկացա, ոչ մի կտել փրկություն չունեք։ Ոստիև Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ անդրադառնալով այս ամենին նշում է հետեւյալը, որ պաշտոնատար անձի պարագայում, քանի որ հետապնդվող իրավաչափ նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, այո, ձեռք բերված գույքը կարող է լինել բռնագանձման առարկա, երբ այն ձեռք է բերվել պաշտոնավարման պահից սկսած։ Это все, Պետրոս քաշվակ, Սաղաթել քաշվակ, ամբողջ կապյող։ Դիգին Գալյան, իսկ այնտեղ միացած բան կա, էլի, որ ասում եք պաշտոնատար անձ։ Իսկ եթե ասենք պաշտոնատար անշի, բայց այնպես նորաթուխ օլիգարխ է։ Մեկ էլ այնպես հանկարծակի դառնում է հաջողակ տղամարդ։ Այդ հիմա ճաշի փողը տալիս է, մի ապսեն 1 միլիոն դրամ, դառավ հաջողակ տղամարդ ու մեկ էլ ասենք մինչև այդ ինքը անհաջող էր, այդ պայծը լմա հաջողակ ու դա արդեն ներքին բազարներ դրանց վրայից տարածումա թե չէ, կամ ասենք օրինակ Տիկին Աննա Հակոբյանը, էլի, իր հետ կապված է ինչ իշխանություններ։ Հիմա ինքը ասենք պաշտոնատար անձա թե պաշտոնատար անձ չի, իրան դա վերաբերում է թե չի վերաբերում, որովհետև ընդ ահագին բանի հետ կապված խոսակցություններ կա, մատ ուզում ենք դա իմանանք, էլի, դա իրան վերաբերում է թե չէ։ Ինչ վերաբերում է պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձի, ապա այդ պարագայում արդեն երկրորդ նպատակն է գործելու իրավաչափ եւ որը լինելու է համաչափ, դա հանցագործությունների կանխարգելումն է, որը որ կա։ Всё, բարձր քաշվավ, անան է քաշվավ։ Չէ, լավ օրենք է, բայց ոնց որ հասկանում եմ լավ օրենք է։ Մնում է ժամանակը գա կիրառենք։ Մենք կիրառենք, ապրեք։ Շնորհակալություն ենք հայտնում այդ օրենքը ընդունելու համար։ Տիկին Գալյան, պարոն Հարությունյանն ասում է, որ կան դեպքեր, երբ այդ ապացույցները ոչ թե տվյալ անձի մոտ են, այլ պետության։ Եվ պետությունը ինքը օրենքի սահմաններում ժամկետի վաղեցություն եւ այն կամ անփութության պատճառով ոչնչացրել է։
Այսինքն ապացույցները, որ մարդը կարող էր արդարանալ եւ բերել, ոչնչացվել են պետության կողմից։ Ինչ անի այդ խեղճ մարդը։ Պետրոս, դու զգում ես, որ ինչքան խելոք միտք ես ուզում ձևակերպես, ասում ես պարոն Հարությունյանը ասում էր, այսինքն այս օրենքի վերաբերյալ, եթե նորմալ կարծիք արտահայտող մարդ կա, դա եղել է Դավիթ Հարությունյանը։ Բայց Դավիթ Հարությունյանին հրավիր է իր հարցազրույցի։ Դու հիմա կանչել ես Սրբուի Գալյանին, ասում ես Դավիթ Հարությունյանը տենց էր ասում, որտեղ խելոք բաներ ասե։ Հենա Դավիթ Հարությունյանին կանչեիր, պարզաբանումները տայիք ու ստանայիք, որտեղ այս աղջիկը ինչ պիտի իմանա Դավիթ Հարությունյանը ինչ ասե։ Շատ լավ, այդ դեպքում ենթադրվում է, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել այլ ապացույցներ, որոնք ըստ էության կազմում են համակցություն, որոնց առկայությունը հնարավորություն է տալիս դատավորին այդ հավանականությունների հավասարակշռման գնահատման արդյունքում գալ եզրահանգման, արդյոք գույքը ապօրինի է, թե ոչ։ Որևէ մեկը, այդ թվում եւ օրենքը, կողմի վրա անհամաչափ բեռ չի դնում ապացուցելու այն, ինչը կողմը չի կարող հիմնավորել։ Լավ, սենց ասեմ ձեզ Տիկին Գալյան, հենց մի բան, կոնկրետ օրինակով էլի, որ Պետրոսի համար էլ հասկան։ Ասենք ենթադրենք մի հատ մարդ, այտենց գնդիկ բոքոնիկ, այտենց Պետրոսի նման, բայց Պետրոսը չի։ Բայց իր նման էլի այտենց վիզը փորի մեջ մտած, մի հատ սենց կլոր, սենց մի բան է, գնդլիկ բոքոնիկ է, հա, ինքը մինչև 18 թիվը, ըլլմա սովորական մի հատ ասենք իրան շենքի լիֆտի փող հավաքող։ Հետո 18 թվի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դա ալնում է մարզպետ։ Հետո մարզպետ ելնելուց հետո ալնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում աշխատակազմի ղեկավար, հետո դառնում ազգային ժողովի падգամավոր, ու ասենք թե իր աղբերն ելնում դատավոր, աղբերը մինչև դատավորը ելնում է Սփյուռքի նախարարի տեղակալ, հետո ելնում է մարզպետի տեղակալ, տեղավորվում են։ Հետո մեկ էլ ասենք էդի տներ ունենում Երևանի կենտրոնում, տարածքներ, առևտրային բան, սենց ահագին, տեղավորում է, մեկ է փսակում է հարսանիքը Dvin Music Hall-ում, խավորնել մի հատ ուրիշ նախարար, տես թվեր թվաբանություն բանա։ Հիմա ասում եմ մի հատ իմանամ, ասենք որ այդ համակցության մեջ փաստերի, իր պաշտոն, բան, սենց ազգակցական կապեր, դասավորություններ, բաներ ու սենց հարստություն։ Այդ համակցությունը ոնց է ելնելու էլի, դրա ունեցածը մենք կարում ենք նորից ձեռից առնենք, ինքը նորից էթա ելնի արդեն են իրանց են հին շենքի լիֆտի փող հավաքող, կամ ասենք որտեղ ինքը հիմնական պիտի լինի, ընդեի լիֆտի։ Դուք բաները այդ քերակատարողական հիմնարկները ձեր ենթակայության, ընդե լիֆտը լում է բանտերում։ Ասենք ընդե լիֆտի փող հավաքում են, իսկ կանանց գաղութում Աբովյանում ընդե լիֆտի փող հավաքվում է, մի բանով է որ դուք զբաղվեք էլի։ Մատ էտա հետաքրքիր էլի ընդեմ։ Խնդիրը հետևյալն է, վարույթ իրականացնող մարմինը ինչ է անում, հավաքում է ապացույցներ։ Ապացույցները հավաքեց, բավարար ենթադրություն անելու համար դրանք պիտանի են եւ ողջամիտ է, որ հավաքված ապացույցների զամբյուղով հիմնավորվում է, որ գույքը ապօրինի է, գործը գնում է դատարան։ Կողմը կարող է գալ եւ պաշտպանվել եւ դատարանը պարզ է, որ անհամաչափ բեռ չի դնելու կողմի վրա պաշտպանվելու տեսանկյունից, ուղղակի պետք է գնահատի առանց այդ ձեր կողմից նշված ապացույցի, որը գուցե եւ ոչնչացվել է, չի պահպանվել եւ էական չի թեում մեղքով, առանց այդ ապացույցի արդյոք մյուս ապացույցները բավարար են եզրահանգելու համար, որ այս մարդու այս կամ այն գույքը ձեռք է բերվել ապօրինի եղանակով։ Դե գնաց դուք սաղը կետակ լիֆտի փող հավաքելու։ Չնայած ասեմ կանանց գաղութում Աննան չի թողնի որ դուք փող հավաքեք։ Փող հավաքելու թեմա էլա վենի մեջա գալու սաղ փողերը ինքը հավաքի։ Իմացաք որ Աննայի մասին եմ խոսում են։ Դմփոյի։ Գալյան, չկա անմեղության կանխավարկած։ Այլ կա այս օրենքի դեպքում մեղավորության կանխավարկած։ Եվ դատախազությունը 3 տարի կարող է քննել գործը, իսկ մեղադրյալի, այսպես հակափաստարկների համար տրվում է ընդամենը 1 ամիս։ Արդար է 3 տարի դուք եք ուսումնասիրում ձեր փաստարկները բերելու համար եւ 1 ամիս տալիս եք դիմացի կողմին իր փաստարկները բերելու համար։ Արդար է։
Պետրոս ջան, սրանք ինչ անում են արդարը։ Այդպես բան չկա, որ իրանք անեն արդար չլինի, այդ ինչ ասելու բան է։ Իհարկե արդար է։ Եթե արդարադատության նախարարն նա ոնց կարող անարդար բան անի։ Հիմա նույնն է, որ ասես Ադրբեջանի համար սահմանադրություն է գրում, որ Ադրբեջանը Հայաստանը զավթի։ Արդար է դա։ Իհարկե արդար է։ Եթե իրանք են անում, ուրեմն արդար է։ Բայց թուրքին են ծառայում, Պետրոս ջան, բա ոնց արդար չի։ Նախ անմեղության կանխավարկածի հետ կապված պետք է նշեմ, որ այս հասկացությունը կիրառելի չէ այս վարույթներում, այն պարզ պատճառաբանությամբ, որ մենք գործ ունենք քաղաքացիական հարաբերությունների հետ, իսկ անմեղության մեղավորության կանխավարկածները ըստ էության տեղ ունեն քրեական արդարադատության ոլորտում։ Բա քաղաքացիական է Պետրոս ջան, բայց դրանով զբաղվում է դատախազությունը, բայց մարդու հաշիվների վրա, գույքի վրա կալանք են դնում, մարդու ազատ տեղաշարժի սահմանափակումներ են դնում, մարդու գույքը տնօրինելու հնարավորությունից զրկում են, բայց քաղաքացիական անդեր ոչ մի բան չկա դրա մեջ, այ մարդ ինչ է։ Այն վաղ ուրիշներն են հիմա պիտի բերեն տան իրանց, այդքան բան։ Գիտես չէ, մանումենտ մատես տուն կար։ Հələ հարցրասատիկին գալան, այդ տունը հիմա ումն է։ Արդար է։ Իհարկե արդար։ Մանումենտի տունը, բա ոնց կարա արդար չլինի։ Այն մեկին էր, հիմա այս մեկինն է։ Իհարկե արդար է։ Ինչ վերաբերում է ժամկետներին, 3 տարին վարույթ իրականացնող մարմնի համար այն առավելագույն ժամկետն է, որի ընթացքում մարմինը կարող է անձի դեմ հայց ներկայացնել։ Դա ըստ էության նույնանում է քաղաքացիական իրավունքում գոյություն ունեցող հայցային վաղամության ժամկետի հետ, որը սպառելու կամ բաց թողնելու պարագայում ըստ էության կողմը զրկվում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, եթե մյուս կողմը այդ մասին բարձրաձայնում է դատարանում։ Ասել կուզեմ, որ պարտադիր չէ, որ յուրաքանչյուր ուսումնասիրություն տևի 3 տարի, բայց դրա իրավունքը կա։ Դրա իրավունքը կա, բայց պրակտիկայում էլ, եթե չեմ սխալվում, հիմա գուցե զարգացումներ են եղել, այնպես չի, որ յուրաքանչյուր ուսումնասիրություն կամ շատ ուսումնասիրություններ տևում են հենց 3 տարի։ Բայց ինչի մյուս կողմին 1 ամիս։ Որովհետև կանխավարկածն այն է, որ մյուս կողմը շատ ավելի լավ գիտի իր ֆինանսական դրության, օրինական աղբյուրների մասին։ Հա, բայց խոսքը կարող գնա տասնամյակներ քնվող գործի մասին։ Օրինակ դուք ձերը գիտեք, դիգինգա, հիմա ասենք թե վաղ ամիսը, որ դուք այդ նախարար չելաք։ Այս ապօրինի գույքով, որ եկան ձեր հետևից։ Մի ամիս քերիքի չէ, որ դուք ձեր սա տեղեկությունները բաները տակ։ 7 քերիքի նորմալ։ Դե հիմա ասում է 3 տարի, Պետրոս, իրանք 7 տարվա իշխանություն են։ Օրա պատկերացնում ես Պետրոս սրանց տարածը, որ հետ բերենք, ինչ հարստանալը հարստանում ես պետությունը, ինչ հարստանալը անում։ Մենակ այս 7 տարվա տարածը հետ բերենք պետությանը։ Լավ քո ունեցածը դրա մեջ եսի մի ինենց խառնվի, ջանդամ, հիմա տարել ես, կբերես կդնես տեղը, բոլորը, արա բայց պետություն ինչ հարստանալու, տանենք սա արտաքին պարտքերը կտանք։ Տեսեք, 1 ամիսը ես կարծում եմ, որ բավարար ժամանակամիջոց է, որպեսզի անձը կարողանա պատասխանել այն հարցին, թե արդյոք դու ունեիր հավելյալ օրինական եկամտի աղբյուր, քան գտել է վարույթ իրականացնող մարմինը, թե ոչ։ Որովհետև վարժությունը, որը օրենքով սահմանված է եւ վերապահված է վարույթ իրականացնող մարմնին, հետեւյալի մասին է։ Ոչ թե վարույթ իրականացնող մարմինը գտնում է ինչ-որ գույք, ասում է, արի տեսնեմ, սա քեզ որտեղից է, մի հատ ինձ ասա, այլ ասում է, գիտես, ես ուսումնասիրել եմ քո օրինական եկամտի աղբյուրները, ես ուսումնասիրել եմ քո ծախսերը, ես հնարավոր աղբյուրներից ձեռք բերված բոլոր տվյալները ուսումնասիրել եմ եւ կարծում եմ, որ այս գույքերը օրինական չեն։ Եթե դու ունես օրինական եկամտի աղբյուրներ, որոնք ինձ հասանելի չեն եղել, խնդրում եմ բացահայտիր եւ չեմ կարծում, որ դա շատ բարդ բան է եւ 1 ամիսը քիչ է, որպեսզի մարդը չկարողանա պաշտպանել իր իրավունքը, բայց գործնականում եղել են դեպքեր, երբ այդ 1 ամիսը տևել է շատ ավելի երկար, քան 1 ամիսն է։ Հələ մի հատ ուրիշ բան հարցնեմ քեզ Տիկին Գայլյան։ Բա այդ վարույթ իրականացնող մարմինը, որ ասի մենք ուսումնասիրել ենք, պարզել ենք, որ դու ես ինչ թվին, ես ինչը քո եկամուտներին չի համապատասխանել, բայց դու գույք ես դեմ։ Բա այդ մարդը այդ վարույթ իրականացնող մարմին չի կարա հարցնի, ասի բա դուք այդ նույն ժամանակաշրջանում, որ ես տենց ապօրինի գույք էի ձեռք բերում, ոստիկանություն ունեիք,
ազգային անվտանգության ծառայություն ունեիք, դատախազություն ունեիք, քննչական կոմիտե ունեիք, այլ իրավապահ մարմիններ ունեիք, բայց դուք սաղդ միասին խոտ էիք ուտում, որ մի ուրիշը նստած տենց ապօրինություններ էր անում ու սենց հարստություններ էր կուտակում, բայց դուք ինչ էիք անում։ Բայց հարցը չեն կարա տան այդ վարույթ իրականացնող մարմնին։ Բա որ տվեին, ինչ են ասելու։ Նա դրա մասին է մտածել։ Եթե կա օրենք եւ քննվում է այդ օրենքը, պետք է նաեւ քննվի նրա իրավակիրառական պրակտիկան։ Սահմանադրական դատանը դա չի արել։ Համաձայն եք։ Լամա չափը ճանաչի։ Սահմանադրական դատանը չի արել։ Լավ է արելա, որ չի արել։ Աշկտել հանելա։ Ինչքուսի կազմի մեր սահմանադրական դատան։ Այդ էլ մնացել դնստես քննարկել սահմանադրական դատանը ինչ արել, ինչ չի արել։ Չհամարձակվեք մեր սահմանադրական դատանին ոչ մի բան ասեք։ Չի քննարկել իրավակիրառական պրակտիկան, այդտենց է հարմար գտե, այդտենց է արել։ Այ քեզ բան։ Եկեք հիշենք ինչներ վիճարկում սահմանադրական դատարանում։ Նախ սա անհատական դիմումի քննության դեպք չէ, եւ ըստ էության սահմանադրական դատարանը վերացական հսկողության, այդ վերահսկողության շրջանակներում է հարցի քննարկման անդրադարձել, որովհետեւ երևի գործնականում առաջին դեպքն էր, եթե չեմ սխալվում, որ վիճարկվում էր մեկ ամբողջ օրենքի սահմանադրականությունը, այսինքն վիճարկում էր ոչ թե մեկ դրույթի սահմանադրական լինելը կամ մի քանի դրույթի սահմանադրական լինելն էր վիճարկվում, այլ մի ամբողջ օրենքի սահմանադրական լինելը, եւ կարծում եմ, որ դա է պատճառը, որ սահմանադրական դատարանը օրենքի սահմանադրականությունը գնահատել է նպատակների շրջանակներում, այսինքն համարել է, որ կա երկու իրավաչափ նպատակ եւ միջամտությունը սեփականության իրավունքին իրավաչափ է, եթե բխում է սահմանադրությամբ ամրագրված, այդ նպատակներից, եթե օրինական է եւ եթե համաչափ է։ Դիկին գալյան, իսկ եթե ասենք թե գտնեին, որ սահմանադրությանը հակասող է, չէիք կարա դուք բան անեիք, սահմանադրությունը փոխեիք։ Ինչ էլ է որ։ Օրինակ Ադրբեջանի հետ տենց եք, չի ուզում։ Հիմա դուք ասում եք, որ Հայաստանը ունի Ադրբեջանի հետ, որը ըստ անվտանգության ռազմավարության Հայաստանի ճշտամական պետությունն է։ Ձեր կառավարությունը այդ ճշտամական պետության հետ մի հատ համաձայնագիր է պատրաստել, որը չի ստորագրել։ Դուք հիմա սահմանադրության հանձնաժողովի նախագահ եք, նոր սահմանադրության մշակման, ասում եք, որ մենք պիտի ինենց մի հատ սահմանադրություն մշակենք, որը չհակասի այդ համաձայնագրին։ Այսինքն ոչ թե այդ համաձայնագիրը պիտի համապատասխանի սահման, այս սահմանադրությունը պիտի։ Այդ էլ տենց արեք։ Էլի չեք դիմում սահմանադրական։ Ասենք նայում եք տենում եք, որը սահմանադրության հետ ձեր ուզած օրենքը, համաձայնագիրը, ճշտամուշահերը սպասարկող չի համապատասխան, սահմանադրությունը փոխեք, թե դա ինչ է։ Կգաք կտենակ անկախության հռչակագիրը, անկախություն։ Կգաք կտենակ Հայաստանի պետությունն է խոչընդոտում։ Պետությունը կվերացնեք, ինչի մասին է խոսքը, ընկել եք իզուր տեղը ձեզ նեղություն եք տալի, դիմում եք սահմանադրական դատանել այս գործով, 2 տարուց ավել, այս գործը կարճել է, ոչ քննում, այս ընթացքում դուք այս օրենքով ինչ ուզե արել եք, նույնիսկ այն մասերը, որը համարվել է սահմանադրությանը չհակասում, այդ գործով զեկուցող դատավորները ողայել է, ես իրա ցավը տանեմ մեր հարգարժան Վայ Գրիգորյանը մեռնում իր կյանքին հենա գնացել է մարդու իրավունքների Եվրոպական դատասեկնդը ինչ էր անելու, զեկուցող դատավոր, այս գործով զեկուցել է, Ադրբեջանի հետ սահմանային հարցերով զեկուցել է, Հռոմի ստատուտով զեկուցել է, բա ոնց կարևոր գործերը կարևոր մարդկանց պիտի վստահեն։ Դե դենում եք հակասում է, որ սահմանադրությունը կփոխի։ Ինչ է, սահմանադրության փոփոխության հանձնաժողովը ձեր ձեռը չի։ Փոխեք դու դա ինչի մասին է խոսքը։ Ոչ էլ մտածեք։ Պետրոսներ կանես Պետրոսյան սահմանադրական դատանը պրակտիկան չի նետի։ Հաշանարկ։ Անունը կպցնում էր սանում։ Նա դու մեդալ կստանաք դրա համար տիկին գալին։ Ամերիկայից չի լինի, Ադրբեջանից կլինի։ Ավելի լավ կլինի, պատկերացնում եք, քեզ Մեհրիբան Ալիևան կտայի մեդալը։ Ալիևից չվերցես, թող քեզ Մեհրիբանը տա։ Հիմքեր հիշատակված չեն։ Այսինքն գործը սկսելու հիմքեր հիշատակված չեն եւ Դավիթ Հարությունյանն ասում է, որ ԱԱԾ-ն իրավունք ունի որևէ մեկի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կիրառի։ Ինչը եզրակացնում է ձեր դիմախոսները, որ
օգտագործվելու է որպես քաղաքական գործիք ապագա ընտրություններում ընդդիմության դեմ։ Էլի դուք ասիր Դավիթ Հարությունյան։ Ինչ ես կպետ Դավիթ Հարությունյան։ Վերցել ես Դավիթ Հարությունյանի ասուլիսից սարքել ես քո համար հարցազրույցի ոնց թե մեր իրավապահ մարմինները կօգտագործեն։ Այս բան երբ են արել։ Այդպես բան եղել է։ Կարծում եմ, որ նա նկատի է ունեցել 5-րդ հիմքը վարույթ նախաձեռնելու, որը վերաբերում է օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում տրամադրված ինֆորմացիային, հիմքերը ըստ էության սահմանված են օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում, որտեղ սահմանվում է այդ օրենքի նպատակը եւ կատարման ենթակա գործողությունները, այդ թվում հղումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին պարունակում է իմ կողմից նշված օրենքը եւ սա հերթական օրինակն է, որ ուղղակի փորձ է արվում մարմիններին, հա, իրավապահ մարմիններին ներկայացնել անբարեխղճության քողի տակ, այնինչ մենք միշտ փորձում ենք հակառակ տեսանկյունից նայել եւ միշտ մտածել, որ մարմինները պետք է գործեն բարեխիղճ։ Ճիշտ է, կանխ մեր իրավապահ մարմինները երբ են անբարեխիղճ եղել, անբարեխիղճ քողի տակ եղել, քաղաքական հետապնդումներ։ Հələ հիշեք Նարեկ Սամսոնյանին ինչքան բարեխղճորեն տապալեցին գետնին, ձերբակալեցին, տարան, ամիսներով բանտերում պահեցին Վազգեն հետ Սաղաթելյան, հետո պարզվեց, որ այդ մարդիկ անմեղ են։ Բայց իրանք այնքան բարեխիղճ էին դա, ասենք մյուս քաղաքական ընդդիմախոսներ, ինձ նենց սիրուն ազգային ժողովին տնանից դուրս եկա ասես բարեխիղճորեն դիմակավորված ոստիկաններն եկան տապալեցին գետին, ձեռնաշղթաները հագցրեցին, տարան հասցրեցին ոստիկանություն, չգիտեն ինչ էին, այնքան բարեխիղճ, այն Նարեկ Մայլյանի նկատմամբ, Մամիկոն Ասլանի նկատմամբ, այն Արմեն Աշոտյան արդեն քանի տարի է բարեխիղճ, անազատությունից զրկված, այլ մյուս ընդդիմախոսները, դեպուտատի թեկնածու, քաղաքապետի թեկնածու, մեր իրավապահները այդ քաղաքական գործը բացարձակապես չեն։ Ուղղակի ասենք թե հիմա մարդ, հա, Պետրոս, խնձորը շապրտում է բանի նկատմամբ, վարչապետի ուղղությամբ։ Բա ինչ, բարեխղճություն չցուցաբերեն այդ մարդիկ, կամ ասենք թե Տիգրան Ավինյանի պլակատա ճաղում։ Բա ինչ, բարեխղճություն ցուցաբերեն այդ կնոջը ձերբակալեն տանը։ Հա ինչ անենք ասենք թե գնել է Սարգսյան գնացել է հոգևորականի, բա ինչ կա դրա մեջ, այ քեզ բան։ Չէ, մեր իրավապահները շատ բարեխիղճ են, շատ, ես գոհ եմ, ես իմ օրինակով ասեմ, այդքան առնչվել եմ, ես շատ գոհ եմ։ Այն, որ այս գործիքը քաղաքական չէ, դրա մասին ես ինքս բազմիցս եմ խոսել եւ չի կարող լինել քաղաքական, որովհետեւ վարույթի նախաձեռնման տեսանկյունից ընդհանրապես կապ չունի ընդդիմության ներկայացուցիչը, տվյալ անձի իշխանության ներկայացուցիչը, թե ոչ, կարևոր այն է, որ անձը օրենքով սահմանված համատեքստում ունի ապօրինի ծագում ունեցող գույք կամ չունի ապօրինի ծագում ունեցող։ Այդ գիտես ով ասում Պետրոսյան, Տիկին Գալյանը, որը քաղաքական պաշտոն է զբաղեցնում նախարարը, բայց ասում է ես քաղաքական չեմ, ինքը չէ իրանից առաջ արդարադատության նախարարի տեղակալը քաղաքական պաշտոն է զբաղվում, ասում է այս քաղաքական հարցեր մի տվեք, չնայած քաղաքական պաշտոն է զբաղվում, բայց չէ, հիմա էս էլ ապա քաղաքական է, էսի Պետրոս ջան, մենակ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ է կապված, դա քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի չգիտես ոնց թարսեպես գալինք նոմա այդ ընդդիմախոսներին, ով որ Նիկոլ Փաշինյանի մի թեթու խոսք ասում դիմախոս, պարզվում է դրա գույքը ապօրինի է, ով որ Նիկոլ Փաշինյանին գովում է, լում է իր կուսակցության պատգամավորելում է, նախարարելում է, իրան գովում է, փառաբանում է, գործարար, ասեն կարող Խաչատրյանի տեսանի գույքը ապօրինի է, հա։ Կամ ասենք թե այդ իրանց դեպուտատները այդ կար ժամանակը Տիլի Գագոն, որ պաշտպանության փոխնախարար է, թիկունքի վարչության պետալի, այդ ինչ որ ունի, քո կարտիկով սա ապօրինի է, հա, տրուսիկա տարե ծախ է։ Ոչ, դրանք օրինական է, բայց ասենք թե այն անշնորհ ընդդիմախոսները դրանց գույքը սաղ ապօրինի, սաղ, ով ինչ ունի սաղ ապօրինի։ Դե բայց պատահաբար մեծ մասամբ դրանք ընդդիմության ներկայացուցիչներ եւ հայցն էլ Դավիթ Հարությունյանը այսօր իր ասուլիսը տալիս էր հանրապետական կուսակցության գրասենյակում։ Բա, այդտենց անշնորհ են այդ ընդդիմադիրները։ Փոխանակ գանելն են Նիկոլական, գնացել են ընդդիմադիր, դրա համար էլ այդտենց է լավ, բայց դա քաղաքական չի, չէ Պետրոս, օրինակ ասենք այդքան գույք
տվել են Ադրբեջանին։ Կարելի էր, իհարկե, բայց ասենք թե Ղարաբաղից մի հատ գյուղապետ համայնքի ավտոն բերել աստը, հորը տոնը դատ են դրանով, ապորին այդ մեքենան քեզ որտուց։ Ասում եմ մեր համայնքի մեքենա։ Բան չես բերել այդ մեքենան, նրա։ Չի կարող ոտով գայր մեքենան թողնել ադրբեջանցի։ Այն ադրբեջանցիները թողած գույքի համար։ Մեկը պատասխանեցու ոչ։ Բեր վերցել արա, վերցել ադրբեջանցիների ձեռից։ Մեքենան քշե բերել է Երևան։ Հիմա էլ քշում է, ու գիտի պետք է մնա անպատիժ։ Ընդդիմադիր Ղարաբաղցին։ Դիպաջեք, չէ՞ դիքին գալյան ջան, բոլորին։ Այդ բաներին Ղարաբաղցիներով որ գույքա հետները բեր, այդքան թողել են Ադրբեջան։ Ինչքան օգուտ էր մեր ադրբեջանցիների համար։ Հիմա դե ծիրուն թալանում են սա մեր ժողովրդի տարիներով ստեղծածը։ Բայց չէ, վերցե բերել են ստե անշնորհքները։ Հետո ուզում են դառնան ընդդիմադիր։ Փոխանական մեր Նիկոլին շնորհակալություն հայտնեմ, որ իրանց տունը կորցրել են, իրանց ունեցվածքը կորցրել են, իրանց հարազատներին կորցրել են։ Փոխանական շնորհակալություն հայտնեն, ասեմ, վայ, ինքան շնորհակալ ենք ձեզնից, որ դուք մեզ նաև 40,000 դրամ եք տալի ամիսը, շատ շնորհակալ ենք, շատ խոնարհ են։ Դրանք կլի ապորինի։ Ոչ։ Շատ լավ։ Հիմա մեկ ուրիշ թեմայի մասին շատ է խոսվում, այս շատ տարիներ է խոսվում, հիմա ավելի շատ, որ մեր երկրում շատ մեծ ծավալի ատելության խոսք կա։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությունը, իշխանությունը ընդդիմությանը, ժողովուրդը բոլորին, բայց սահմանում ինչ ատելության խոսք այդպես էլ չկա։ Հիմա եթե չկա սահմանում, ապա ինչպես պայքարել դրա դեմ, Տիկին Գալյան։ Սահմանումը ճիշտ է, չկա եւ այնպես չի, որ միայն մեր երկիրն է, որ ատելության խոսքի հստակ սահմանումը չունի եւ կոնցեպտուալ առումով երկրները երկու ճանապարհ ունեն հստակ ասել թե որն է ատելության խոսքը եւ բաց թողնել այդ խոսքի սահմանները, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հնարավորություն ունեն գնահատել թե տվյալ խոսքը ատելության տարեր պարունակում է թե ոչ։ Բերեք սահմանենք, Տիկին Գալյան։ Հիմա ես դու Պետրոսը բերեք սահմանենք ատելության խոսք։ Ես օրինակ առաջարկում եմ Պետրոսից թվում է դու իմ հետ համաձայն կլնես։ Բեր մենք Ղազարյաններով մի հատ լավ առաջարկ անենք Տիկին Գալյան։ Ուրեմն գրեք այն խոսքը, որը քննադատական խոսք է ուղված Նիկոլ Փաշինյանի հասցեին, կոչվում է ատելության խոսք։ Գրեք։ Եվ հակառակը Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի եւ այլ քպեականների կողմից արտահայտած ցանկացած խուլիգանական հայոյանք պարունակող սպառնալիքներ պարունակող զրպարտություն պարունակող խոսք կոչվում է սիրո հանդուրժողականության ոչ բռնի թավշյա ժողովրդական խոսք։ Գրեք։ Հիմա սրանց դու մեկը մի հատ քննադատություն ասում է ատելություն գնաց գովում ես լավա ինքնա քեզ հայում շատ լավա գրեք սահմանենք վերջնական մարդկանց համար էլ հասկանալի լինելի Պետրոս ջան, չէ՞։ Թե չէ մեկ էլ տենում ես մեկ էլ նոմա մեր ժողովրդի կողմից ընտրված վարչապետի քննադատումը կամ դրա տիկնոջը ոնց կարելի է ոնց է բերանները բացում այդ ազնվագույն մարդկանց որոնք իրանց բանը գործը թողած տգետների դպրոցը բացել են առավոտից իրիկոնից սա տգետների կրթում են որպեսզի դուք տգիտությունը հաղթարեք որ ոչ թե մտածեք վարչապետի փոխելու մասին, այլ ինքները ձեզ փոխելու, փոխանակ սաղը ձեզ հրաժարական տակ, փոխանակ սաղը իրար իմպիչմենտ անեք, եկել եք կպել եք մեր վարչապետին եք ուզում փողեք։ Անշնորհքներ, դրա էդի կոչվում է ատելության խոսք։ Տանել դատեր սաղի կողը ծաղները դոյտան։ Բայց եթե չկա օրենքը ինչի հիման վրա են գնահատում։ Չէ, մենք ատելության խոսքի տարաբնույթ դրսևորումների հետ կապված այսօր էլ ունենք պատասխանատվության միջոցներ։ Օրինակ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն բռնության կոչերի համար, որոնք պայմանավորված են անձի այս կամ այն հատկանիշով։ Սահմանում է պատասխանատվություն այդ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու համար։ Նայած օրինակ Պետրոս ջան, ասեք օրինակ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է կբռնեմ, կշինեմ, կբռնեմ, կդոմբեմ, էդի ասեք եթե քեզ տես բան ասի, կոմոդ գալիս է էլ ինքը հարցազրույցների, չէ՞։ Մարդը հիմա ասեք դե սաղին ասում է կարա քեզ երես, այ Պետրոսը կբռնեմ քեզ կշինեմ, արա կբռնեմ քեզ կդոմբեմ, արա քերակը նոչտել հետը։ Ահա։ Հիմա ասենք եթե տես բանը, ուրեմն դու պիտի դա անցալես որպես սիրո դրսևորում, որ ասեք ինքը ուզում է քեզ սիրի։ Եղավ, տենց պիտի անցալես։
Այ հակառակ դեպքում եթե դու իրան հանկարծ մեծ սխալ հարց տաս, ել քեզ չի սիրի, ուրիշ բան կանի։ Մենք ունենք նորմ, որը վերաբերում է խտրականության արգելքին, այսինքն խտրականությունը, որը չհիմնավորված տարբերակված մոտեցումն է, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ կապված է անձի, չգիտեմ, հայացքների, ռասայի, կրոնի, ազգային պատկանելիության եւ այլնի հետ, քրեորեն պատժելի է եւ սրա դրսեւորումները կարող են լինել նաեւ ատելության խոսքի միջոցով, իսկ ատելության խոսքի համընդհանուր տարածում ունեցող, հա, այսպես ասեմ, ձևակերպումը այն մասին է, որ ատելության խոսքը ինչ է, դա մի խոսք է, որը հրահրում է բռնություն, հրահրում է տարբերակված մոտեցում եւ այլն։ Եվ հիմա մենք քննարկման փուլում ենք, թե արդյոք մեզ պետք է ատելության խոսքի սահմանում, թե ոչ։ Եթե լինեմ անկեղծ, Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը այս հարցը թիրախավորում էր եւ նշվում էր անհրաժեշտությունը, որ պետք է մենք ունենանք սահմանումը, բայց մենք որքան ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ սահմանափակելը գուցե եւ սխալ լինի։ Գործ չունեք, Պետրոս ջան, սրանք մի հատ հոդված ունեն քրեական օրենսգրքում 137-ում 1 կոշում։ Ուրեմն ով Facebook-ում մի հատ կոմենտ Նիկոլի մասին գրում էր, կոմենտ է, գրառում էլ չէ։ Մի անգամից քրեական օրենսգիրքով մեղադրանքն առաջադրում են, քրեական վարույթը սկսում են 700 հատից ավել քրեական գործեր, Նիկոլ Փաշյան չի բողոքել, հաղորդում չկանցել։ Մի հատ ոստիկան նստած նայում է, մի հատ կոմենտ, ահա, մեր վարչապետին բան, ուրիշների մասին չէ, մենակ վարչապետին։ Հետո էդի փոխեցին, ապա քրեականացրեցին, դրեցին քաղաքացիա իրավական հարաբերությունը դատի են տալի։ Այ Ալենա, Անգելայի հետևից 28 հատ հայց լրագրողներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, հələ մի հատ փորձի Ալենի մի բան ասես, հələ մի հատ փորձի ասես Ալեն, դու ես դու քո խաղալիքն է, ահա։ Կնաս դատարան արդեն։ Ու էդի արդեն ձևը գտել են։ Բայց ասենք օրինակ վարչապետը, որ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ասում է, դες օրինակ չի կարելի։ Իրան պիտի մենք գնանք ասենք, պարոն վարչապետ, մենք ձեզնից Ատելը դες սահման եք, չէ՞ տիկին գալ։ Ասենք մենք ձեզնից շատ շնորհակալ ենք։ Մենք ինքան շնորհակալ ենք ձեզնից, որ դուք եկաք մեզ խաբեցիք, 18 թվին ասեցիք, որ խաղաղություն կհաստատեք Արցախը Հայաստանի հետ միասնաբար Արցախի կարգավիճակը լինի, բայց մեզ խաբեցիք, հա, ու մի 5000 երիտասարդներ զոհվեցին, հետո իրանց դուք ասեցիք, որ իրանք զոհվել են հայրենիքը պաշտպանելուց, հետո ասեցիք, որ իրանց զոհողության վայրը մեր հայրենիքը չի, էդի 91 թվականից այնքան շնորհակալ ենք ձեզ, որ մեզ տես ճիշտ ուղու վրա դրեցիք, էլի ճիշտ առաջնորդեցիք, հետո այնքան շնորհակալ ենք այդ 10000 հոգուց ավել, որ ասես դարձան հաշմանդամներ, շատ շնորհակալ ենք։ Հիմա շատ շնորհակալ ենք այդ, որ ադրբեջանցիներին բերել եք Գորիս Կապան ճանապարհն են փակե, Կապան ճակատենն են փակե, դրանից իրա հերթին են Տաղուշից են ավելորդ Պետրոս են գյուղերը կղզել հաջիլի, մաջիլի, տես բաները մնացել էին մեր Հայաստան, մեր ինչին էր պետք։ Մենք շատ շնորհակալ ենք մեր վարչապետին, որ դրանք բոլորը տվեց, այդպես պիտի մենք մեր գոհունակությունը, եթե չէ, կստացվի, որ մենք ինչ ենք, ատելության խոսք ենք տանում, քննադատում ենք, ասում ենք, որ ոչ մի դեպքում, անեն դատեն սաղին, դատեք չէ, այ որ դատեք, ես Մեհրիբանից բացի կարող են նաև Իլհամ Հեյդարիչն էլ մի հատ մեդալ տա։ Որովհետև կարող են լինել իրավիճակներ, որոնք փաստացի կպարունակեն ատելության խոսք, բայց կոնկրետ սահմանման պայմաններում դուրս կմնան այդ շրջանակից եւ այլևս չեն կարող պատասխանատվության ենթարկվել, հա, նման դեպքերում անձինք։ Ինչ ենք մտածում անել մենք պետք է ընդունենք ռազմավարություն, որը չի վերաբերի միայն ատելության խոսքին, մի քիչ ավելի լայն կլինի, կվերաբերի խտրականության արգելքին, իրավահավասարությանը, որը կներառի նաև ատելության խոսքի դեմ պայքարը, եւ մտածել ենք, որ տարբեր մակարդակներում պետք է ատելության խոսքի տարբեր դրսևորումները լինեն պատժելի։ Եվ այժմ քննարկում ենք նաև վարչական պատասխանատվության սահմանման հնարավորությունը ատելության խոսքի դրսևորումների հետ կապված։ Էտա կպատժեն։ Վերջ։ Ով որ սրանից հետո մի հատ քննադատական խոսք, կասեն ատելության խոսք ու կպատժեն։ Այս մարդկանց ուզածը Պետրոս ջան, հայ ժողովրդին պատժելն է։ Օրինակ կաթողիկոս կլինի, սրբազան կլինի, քահանա կլինի, փորձի քննադատի Իլհամ Ալիևին։ Կասի արցախցիները պիտի վերադառնան, կամ չգիտեմ, ես իմ գերիները պիտի դա ատելության խոսք է։ Ազգամիջյան թշնամանք է հրահրում։ Ոնց է դու ասում ես արցախցիները վերադառնան Արցախ։ Դա ազգամիջյան թշնամանք է հրահրում։
այդ դրա փոխարեն պետք է ասես թո ադրբեջանցիները գան Հայաստան, որ մենք առևտուր անենք իրանց հետ, որ մենք բարեկամություն անենք, ադրբեջանական ապրանքներ առնենք։ Այդ դա կլինի սիրո համերաշխության ոչ բռնի թավշյա ժողովրդական խոսք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տելեհրատողներ, մեր հյուրը արդարադատության նախարար Սրփոյ Գալյանն էր, կհանդիպենք ցտեսություն։